Տիկին Ծառուկյան 10-րդ դատավորն է արդեն, որը քննում է Վահագն Աբգարյանի գործը, այս անգամ արդեն նոր դատավարությամբ, նոր օրենսգրքով է գործը քննվելու, ինչ տարբերություն, ինչ որ առավելություն տալիս է դա մեզ, թե հակառակը կարող է ավելի վատ անդրադառնալ գործի քննության վրա։ Նոր դատավարությունը կանխատեսելիություն ունի, այսպես թե այնպես ապացույցները վիճարկվելու են այն դատավարությամբ, երբ որ ձեռք են բերվել։ Հակառակը այս դատավարությունը 3 ամիսը մեկ պարտադրելու է դատարանին, որ խափամիջոցի հարցը քննարկվի։ Եթե այն ժամանակ մենք էինք այդ միջնորդությունն անում ու անընդհատ մենք լսում էինք այդ հակադարձումները, այդ էմոցիաներով, այդ էքսպրեսիան սենց հատուկ, սենց ընդգծված, այդ մասով երբ որ լսում էինք, հիմա դա չենք լսելու, դա ալնելու է ուղիղ պարտականություն։ Հենց որ խնդիր չեմ տեսնում դատավարության փոփոխությանը, հələ մի բան էլ ողջունելի է։ Եթե չեք սխալվում եւ չեք մոռացել, ես նախկինում դեռ ասել եմ, չէ, որ այս նոր դատավարության բոլոր լավացման առումով նորմերը հետադարձության հետ կապված կիրառել են Վահագն Աբգարյանի կալանքի մասով։ Նախորդ դատավորն ասում էր, չէ, այդպես բան չկա, մինչև Վճռաբեկ դատարանն ասաց կա եւ պարտավոր է կանել նոր դատավարությամբ քննարկել 3 ամիսը մեկ փաստացի կալանքի հարցը եւ տնային կալանք կարող եք կիրառել, հենց որ հետեւաբար միայն են որ տնային կալանքը որպես խափամիջոց կա, այսպես թե այնպես մի փուլում սա կիրառվելու է։ Իսկ գործի քննության ընթացքի վրա կարող է ազդել, օրինակ այս անգամ այլևս գործի քննությունը զրոյից չսկսվի, նորից վկան չկանչվի, ցուցմունք հարցաքննության ավելի ճիշտ ցուցմունքներ տալու։ Գիտեք, տուժողի ներկայացուցիչը նման դիրքորոշում է հայտնում, որ փաստորեն 10 դատավոր, երբ որ պաշտոնի է անցնում, մեկը ինքնաբացարկ է հայտնում, մեկը գնում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, հետո մյուսը, չգիտեմ, տենց որոշում է, որ առանց հիմքերի բացարկելու է, հետո ընդհատությունը բերում են Վանաձորից հասցնում են ստեղ։ Ինքը գտնում է, որ այդ ամեն անգամ դատավորը փոխվելու պարագայում փաստորեն դատավորը գործի նյութերը չպետք է հետազոտի։ Պետք է իր ներքին համոզմունքը սենց բանանի, չէ, գուշակությամբ սենց վերցնի մյուս դատավորի ներքին համոզմունքը սենց իր վրա այդ շապիկը քաշի ու հասկանա նյութերի մեջ ինչ կա։ Այս 8 տարի է, ասում ենք այդ գաղտնալսումները կեղծած են։ Ինչից մեջ էին բերում դատական նիստի ժամանակ։ Իրանց կողմից արած փորձաքննության եզրակացությամբ դա հերքվել է։ Եթե այսքանից հետո չենք կարում համոզենք փաստը, կա գաղտնալսումներ, կա իրանց կողմից նշանակած փորձաքննությամբ կեղծված, որ ստեղ ասվում է այդ բառը, ստեղ այդ բառը ուրիշ ձև է ասվում, ինչից մեջ էր բերում։ Եթե մենք դա չենք կարում հիմնավորենք, ոնց եք պատկերացնում, նոր դատավորը գալիս է, ոչ մի բան չգիտի, դուք օրինակ լրագրող եք, գալիս եք, բան չգիտեք։ Ինչ եք անելու, համոզմունք եք ձևավորելու, սենց ելույթների վրա։ Բնականաբար ես դա թույլ չեմ տալու։ Ապացույցները պիտի հետազոտվեն։ Այսինքն ուզում են ասեն դատավորները 10 հոգի փոխվել է կալանքից, տնային կալանքի ռեժիմի չենք անցնում, որովհետև ապացույցները զրոյից պետք է հետազոտվի, ով է մեղավոր դրա համար։ Ես համբերատար սպասում եմ Եվրոպական դատարանի արձագանքին։ Դա աննախադեպ արձագանք ալնելու, որովհետև բացառիկներից մեկն է, որ այս 8 տարին համենվել է խոշտանգմամբ, այսինքն Կոնվենցիայի 3-րդ հոդվածը դրվել է հիմքում, բացի ապօրինի կալանավորումը, նաև այն, որ հենց դա եկավ, այս խոսույթը ավարտվելու է։ Բայց մեղադրող կողմը հենց ձեզ է մեղադրում, դուք ինչպես եք դիմում Եվրոպական դատարան, եթե դուք եք մեղավոր գործը ձգձգելու եւ փաստորեն Վահագն Աբգարյանի այս կալանքի 7-8 տարվա մեղավորը դուք եք, հա, այդպես է ստացվում ըստ մեղադրող կողմի։ Փաստորեն շնորհավորում եմ մեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ Չէ, մի րոպե, ես Անդրանիկ Սիմոնյանին շնորհավորում եմ, իդեպ շնորհավորում եմ ամենայն հարգանքով, ինքը գիտի, որ ես իրան բացարձակ իր նկատմամբ հարգանք ունեմ։ Ես եմ մեղավոր, որ ինքը գնացել է պաշտոնի։ Եղել է Վահագն Աբգարյանի դատավորը, գնացել է պաշտոնի։ Խաչատրյանն ինչպես է։ Ես էի փաստորեն մեղավոր, որ վերաքննիչ դատարան է գնացել։ Էլի ողջույններս, բա մաղարիչը սուր է։ Մենք ենք փաստորեն մեղավոր, որ դատավորին հիշեմ, Լուսինե Ալավերդյանը ինչպես է իրան զգում, վերաքննիչ դատարանում, ես եմ փաստորեն նշանակել իրան այդ պաշտոնին, այնպիսի գործողություններ եմ արել, որ 10 դատավոր փոխվել է, հասկանում եք խնդիրը որտեղ է,
դա ասելու մենակ sense հայտարարություն անել չի, դա պետքա լինի փաստաթղթերից։ Իրենք ասում են, որ մենք յուրաքանչյուր անգամ, երբ որ ասում ենք դու չես կարա այն կետից սկսես, օրինակ վկաներին հարցաքննել են, օրինակի համար, տեսեք, նույն կարծիքը չեն հայտնում, տուժողի ներկայացուցիչը նույն կարծիքը չի հայտնում, երբ որ նախորդ դատավորը ասում էր, ես Թաթուլ Շանյանի գործը ավարտում եմ, որտեղ վկաները արդեն հարցաքննվել են, ձեր մոտ 0-ից պետքա սկսեմ։ Կարող էր օրինակ տուժողի ներկայացուցիչն ասել, սպասեք, կարողա մենք այդ հատվածից ենք սկսում, մենք էլ ենք սկսում օրինակ վկաներին հարցաքննել ու իրար այդ հավասար ավարտելու ենք, երբ ձեռա տալիս, որ պետքա չառարկեք այդ ուղղությամբ, միանշանակ առարկություն չենք լսում։ Երբ որ ձեռ չի տալի, ասում են, այս ապացույցներ են, բա պետք է հետազոտի դատարանը, եթե դատաքննության ընթացքում ապացույցը չհետազոտվեց, վերդիկտի հիմքում ինչ ենք դնելու։ Դե եկեք չհետազոտեք, այս հեռախոսը տանենք այդ վերդիկտի հիմքում դնենք, ասենք Աբգարյան Վահագը այս հեռախոսի արկայության պարագայում մեղավոր է։ Չկա նման դատավարական կարգ։ Դա անվերապահ բեկանման հիմք է, ուղղակի սենց օթում խոսակցությունների չեմ ուզում հակադարձեմ, այդ վաղը դուք կլսեք ինչ ունեմ ես ասելու։ Տիկին Ծառուկյան իհարկե լավ կլիներ մեղադրող կողմին հարցը տայինք, բայց նա կտրականապես այո, մանավանդ որ խուսափում են իսկ դատավարության ընթացքում իրենց դեմքերը նկարենք, ամեն դեպքում իրենց խոսքը արձանագրվում է։ Ես ճիշտ հասկացա, որ մեղադրող կողմի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, ազգանունը ճիշտ եմ ասում, Լուսինե Սահակյանը մեղադրեց դատավոր Գզողլյանին եւ ԲԴԽ նախագահին կաշառք վերցնելու մեջ, բայց համենայն դեպս դատավորը ազատության մեջ է եւ որևէ մեկը հայց չի ներկայացրել, որևէ մեկը մեղադրանք գոնե հենց Լուսինե Սահակյանը հայց չի ներկայացրել նրա դեմ մեղադրելով, որ նա կաշառակիր է եւ այսպես ճիշտ հասկացա, որ նաև մեղմ ակնարկ հնչեց, որ նույն հաջողությամբ կարող է Վահագն Աբգարյանը կաշառել նաև այս դատավորին։ Որքան է դա հնարավոր։ Տեսեք, նախ կալանքի տակով է, Աբգարյան Վահագը, չէ։ Ասում են, աննախադեպ, սենց իրավիճակ է, ստեղից խոչընդոտում են ընդեից փաստա, չէ։ Իր ասացի հակափաստարկը անձի կալանքն է։ Այսինքն ԲԴԽ նախագահ ենք տեսնում։ Դա նախագահը դրա համար է հիմա։ Մի րոպե ԲԴԽ նախագահ ենք տեսնում, դատավոր ենք կաշառում, բայց կալանքի տակ ենք։ Բավոր մենք սենց հնարավորություններ ունենք, բայց ինչ եմ այսքան ինձ ամբողջ համացանցով պատռում, որ դուք 8 տարի մարդ եք խոշտանգում, այդ մեկ։ Իսկն օբյեկտիվ իրականության մեջ նման բան գոյություն չունի։ Բա եթե կալանավայից այսքան բան կարում անի, կալանքի անհրաժեշտությունը ո՞րն է, հիմքերը ո՞րն է կալանքի այդ դեպքում, չէ՞ կալանքի տակ բան։ Փաստորեն կալանավայրից կարում է Վարդազարյան Ռուբիկին, բարևներս, մեր մեջ կապ կա, բոլորը գիտեն։ Փաստորեն Վարդազարյան Ռուբիկին կարում է ստիպի, որ Վահագն Աբգարյանի համար հաստատի ստիպի ինչ-որ մեկին, որ բաց թողնեն։ Օրինակ, ներկայիս ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ Հիմա բա որ այդքան բանը կարում է Վահագն Աբգարյանը կալանավայրից անի։ Առաջի հարց, ինչի է կալանքի տակ։ Ուրեմն աննպատակ է, չէ՞ այդ կալանքը։ Ուրեմն աննպատակ անձը կալանքի տակ է, ինքը կալանքից էլ է դաղանում։ Երկրորդը, բա ուր է Վարդազարյան Ռուբիկի այդ մեղադրանքը։ Ուր է Վահագն Աբգարյանի մեղադրանքը, որ Վահագն Աբգարյանը Վարդազարյան Ռուբիկին կաշառել է, որ ազգային անվտանգության ներկայիս տնօրենին Կարանան ենցանի, որ Աբգարյանին բաց թողի։ Դուք հասկանում եք այսօր Լուսինե Սահակյանը ինչ մասշտաբի խոսակցություններ տանում, ինչ էր խոսում, ինչ զրպարտության մասին էր խոսում։ Սուսաննա Գզողյանին հետապնդել են հենց մեր հաղորդման հիման վրա, երբ որ մենք ասում էինք առանձնապես խոշոր չափերով գույքա Վահագն Աբգարյանից, օրինակ $200,000 չափ գույքա կորել, մենք ասում էինք, այս գործը քննեք, սա խարդախություն է, որոշակի իրավապաշտպանի նրա աշխատակցի չխախտեմ նրա անմեղության կանխավարկած այդ վարույթը ավարտվել է։ Այդ ուղղությամբ մեզ ասեցին կա հանգամանքները, գնացեք քաղաքացիական դատարան։ Դրա շրջանակներում օպերատիվ հետախուզական գործողություններ են արել։ Դատավոր Սուսաննա Գզողյանը ՕՀՄ-ի տակ է եղել։ Հետապնդումը դատավոր Սուսաննա Գզողյանի նկատմամբ չի հարուցվել։ Այդ որոշմանը ծանոթ է ներկայացուցիչը, այդ որոշումը դատարանում է։ Ամեն անգամ տպավորություն են ուղղակի ուզում ստեղծեն։ Այդ ՕՀՄ-ի տակ մտել է Վահագը կալանավայրում։ Այդ որ ասում են հեռախոսը ունեցել, այդ հեռախոսի շրջանակներում իրան գախնա լսել են, ներքին դիտում են արել, ամեն ինչ արել են։ Բոլոր օպերատիվ գործողությունները։ Հասկանում եք,
Այսինքն ոչ մի նման կապ չենք թե Սուսաննա Գզողյանը որևէ հանցանքի մեջ չի մեղադրվում, Աբգարյանը նրան կաշառք տալու մեջ չի մեղադրվում, ասում են վկան եկավ հարցաքնվեց, դրանից հետո Վահագին բաց թողեցին։ Որոշումը կարդացեք դատալեքսում դրած է։ Կովիդով պայմանավորված Աբգարյան Վահագին բաց են թողին, չկապ ունի վկան։ Ժամը 6-ը գիշերային ժամ է, որ իբրև գիշերային ժամերին է հարցաքննվել եւ այլն։ Այս մերկապարանոց հայտարարությունները բացառապես տպավորություն թողնելու համար է, որ հանրությունը լսի ասի Աբգարյան, Ալավերդի Վահագը փաստորեն ԲԴԽ-ի նախագահ է կարողանում կաշառի։ Ախպեր փաստ ունեք, այդ նույն տրամաբանությամբ ասում են Կամո Փիրուզյանի վրեժն է լուծել։ Չկա, տակը, ապացույց չկա, մեր բախտը չի բերել, որ ուղղակի դատավորները առաջ խաղացում են ունենում։ Սա վաղուց էր ավարտվել էս ստահոտ էս հայտարարությունները։ Շնորհակալ եմ։